Արման Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, որում Արմավիրի մարզի քոլեջներից մեկի դասախոսը իր աշակերտներին ասում է, որ գնան մասնակցեն ՔՊ-ի հանրահավաքին։ Նորմալ իրավական պետությունում ինչ պետք է լիներ այս բացահայտումից հետո։ Նախ սկսենք այնտեղից, որ քաղաքական եւ կրոնական թեմաներով դասախոսը որևէ պարագայում իրավունք չունի ուսանողի հետ որևէ տեսակի ոչ դիսկուս տանելու, ոչ քարոզ տանելու, սրանք տաբու են, սրանք անթույլատրելի են դասախոսի համար։ Եթե այդպիսի դեպք եղել է եւ դրա փաստերը կա, ապա դասախոսը, ես չեմ ասում, աշխատանքային օրենսգիրք գոյություն ունի, ես իրավունքի դասախոս եմ նաեւ եւ դասավանդում եմ բուհերից մեկում։ Եվ իրավական պետությունում այո, անհետևանք չպետք է մնար, ինչու, որովհետև եթե այդպիսի բաները անհետևանք մնան, ապա կարող են կրկնվել։ Իրավունքի, օրենքի շրջանակներում տվյալ դասախոսի նկատմամբ ադմինիստրացիան ինքը պետք է որոշի, ինչ միջոց կիրառվի, բայց դա չպետք է լինի շատ խիստ, պարզապես պետք է բացառել այդպիսի երևույթները, դա անթույլատրելի է իմ մոտեցմամբ։ Իրավունք չունի, բայց ով է դրան նայում։ Ամեն մարդ իր կամքով պետք է անի ամեն ինչ, ոչ մեկի ասածը կարևոր չի։ Դասախոսը բայց պարտադրում էր, որ Կապ չունի դասախոսը։ Ինչ կապ ունի։ Դասախոսը պարտադիր։ Ինչ իրավունք ունի ինքը ինչ որ մեկին պարտադրելու։ Շատ բան կարամ ասեմ, բայց դե չեմ ասում։ Չգիտեմ, պետքա գնային երևի ձերբակալեին, եթե տենց բան կա, բայց գիտեք հիմա այնքան բան կլսենք մենք, տենց հիմարություններ, այնքան բաներ կլսենք, որ ժողովրդին շեղեն, չգիտեմ, որ խառնեն իրար ամեն ինչը, բայց ճիշտը մի հատ է, չէ։ իրենց փեշգից էին դիմել այդ ձայնագրություն ուղարկելիս։ Դե, թող գնան, ասենք, Նիկոլ Փաշինյանի տված փողերին տեր կանգնեն, ուրիշ մյուսներին, որոնք անում են ու չեն ասում։ Դե Արման Թաթոյանինը կասեն անպայման, բայց իրանցը հո չեն ասի, իրանց ամեն ինչ կարելի է։ Հնարավոր է, որ ագիտացիան գնացեք, մասնակցեք, դա բնական է, դա յուրաքանչյուր մարդու գործ է, բայց ոչ մեկը չի կարա դիմացնին պարտադրի։ Կներեք, ես հիմա չեմ կարող ոչ մի կոմենտար անեմ, քանի որ հանձնաժողովի անդամ եմ։ Բայց մաքսիմալ կներեք էլի։ Առավել եւս ձայնագրություն հրապարակեց Արման Թաթոյանը, որտեղ Արմավիրի մարզի քոլեջներից մեկի դասախոսը իր ուսանողներին ասում էր գնացեք մասնակցեք հանրահավաքի, դուք տեղյակ եք։ Ես մի բան կարդացել եմ, բայց եթե պատկան մարմինները զբաղվեն, իրականում կոմենտ չեմ կարող ես թողեմ այս սիտուացիայի պատճառով իրավունք չունեմ էլի։ Ծափահարություններ։ Բուրըն երկարատև ծափահարություններ։ Ընդամենը։ Այո։ Ոչ ոք պետք է չպատժվեր։ Ինչու համար։ Դասախոսի իրավունք ունի իր աշակերտների նման հորդորներ տալու։ Հորդորելու իրավունք ունի։ Քարոզչության հորդորելու իրավունք ունի։ Ամեն ինչ էլ ունի։ Ինչ ասեմ, ամեն մարդ իր գիտակցություն ունի, ոչ ինչ չունեմ ասել, ճիշտ ասած։ Նորմալ մարդ դիքնա ուզին դրի իր ցանկությունը, իսկ ինչ ամենտեղ էլ ամեն ինչ ասում։ Դասախոսի իրավունք ուներ իր ուսանողներին ասել գնացեք անպայման մասնակցեք։ Այս ինչ դասախոսա, չեմ կարող ասել։ Ավականու անդամ է Արմավիրի մարզի քոլեջներից մեկի դասախոսը։ Չեմ կարող ասեմ, եսի կարող սուտ է լինի, որտեղից է ճիշտ։ Ամեն մարդ ինքը իր ուղեղն ունի, բայց եթե ինքը իր իմացածով էլ ընտրի։ Դասատուն ինչ կապ ունի, թե որ ընտրի ասի։ Իսկ ինչ քայլեր պետք է լիներ հաջորդին։ Աշխատանքից ազատային լինի։ Աշակերտին ինչ պետք է ազատեն։ Աշակերտը որ խելոք ոնց պետք է ազատեն, եթե ինքը զորող աշակերտ է։ Դասախոսի։ Հա։ Ինչ պետք է անեն։ Դե կարող է դասախոսը այդ նպատակով էլ չի ասել։ Ավականու անդամ է։ Արման Թաթոյանի փեշգից էին դիմել ձայնագրությունը տարածելիս։ Դե Արման Թաթոյանին ինչ ասեմ։ Ես հիմի եկան բաներ կան, որ արդեն չգիտեցել որին ինչ պետք է ասես։ Ոչ, ընդունելի չի։ Ինչ պետք է լիներ հետո։ 16 օր հետո կերևա։ 16 օր